Սիրելի հետևորդներ ջան, ձեզ ասում եմ բարի երեկո, բայց այս տեսանյութս նկարահանել եմ առավոտ 10 անցի կողմերից սկսել եմ նկարահանել, ուզում եմ նկարահանել մի այնպիսի տեսանյութ, մտածելով, որ շատ-շատերիդ պետք կգա, շատ-շատերիդ օգնած կլինեմ, քանի որ երբ որ Երևան էի, դե գիտեք, Երևանից գալիս էի, ովքեր մեր կողմերին ծանոթ են, հենց հասանք Լոռու մարզ, որի այդ ցուցանակի տակի մասում գրված է «Դբա լավը», շատ սիրում եմ այդ հատվածը, չափից շատ ամեն անգամ յուրահատուկ ձևի հայացքով ու աչքերով եմ նայում, որովհետև իրոք էլի, այն Երևանի թող ու բոհից, այն տաք ու շոգ միջավայրից գալիս ես հասնում մի զով, մի չնաշխարհիկ, մի յուրահատուկ, մի գողտրիկ կենտրոն, որը ցուցանակն էլ է քեզ հուշում, որ գնում ես այդքանից հետո դբա լավը։ Հենց հասա այդ ցուցանակին, մի տեսակ ուրիշ տպավորություն զգացի ու սկսեցի նկարահանել։ Քանի որ շատ հավեսով սկիզբ էի նկարահանել, բայց հեռախոսս հորիզոնականի փոխարեն ուղղահայացեց ու էտա չստացվեց այն, ինչը որ ես էի ուզում, ինչևէ, դրանից չվհատվեցի, նորից կնկարահանեմ, տեսարանը շատ լավն է, շատ հետաքրքիր հավեսով այն անկյուններից էի նկարահանել, բայց եղածն արդեն եղած է, մի խոսքով, դբա լավից եկանք դեպի ավելի լավը, մեր լոռեցիքս ասում ենք դբա լավը, դբա լավից եկել ենք հասել իմ ընկերուհու ու իր աղբոր աղջկա հետ, եկել ենք հասել իմ համաքաղաքացու գողտրիկ անկյուն, որ կգրավի շատ շատերիդ, անկյուն, որ դուր կգա շատ շատերիդ, անկյուն, որտեղ կանցկացնեք և հաճելի, և օգտակար, և հավեսով ժամանակ, նամանավանդ, եթե այդ ամեն ինչը անում եք սիրով, ժպիտով, և որ ամենակարևորը ընտանիքի հետ միավորված լինելով։ Սիրելի հետևորդներ ջան, եկեք ճիշտ է սկզբնամասը նկարահանումից իմ սրտով չեղարկեցի, այնտեղ ճանապարհներն էի նկարել, եկեք ես իմ խոսքից հետո, քանի որ տեսնում եք իմ խոհանոցից եմ, չէ, ես նկարահանում անում, այն էլ ես ինչ համով մուրաբա եմ երբում, այդ բույրը շնչելով եմ նկարահանում անում, եկեք այս ամեն ինչը թողանք, մի պահ ամեն ինչից կտրվենք, որ հատվածները, որ իմ սրտով ա եղել նկարահանումը, քանի որ կրքերն այնքան շատ էին, այնքան հավեսով ենք ճամփա եկել, որ պահի տակ մոռանում էի, որ կարելի էր նկարահանել, դրա համար էլ ինչին սիրով չես կպչում, արդյունքը այդ ենց հալնում, ես միշտ դա նկատել եմ, սիրելիներ ջան։ Ինչևէ, եկեք ճանապարհի մի երկու հատվածը վայելելով, գանք հասնենք իմ սիրուն Ստեփանավան, իմ գողտրիկ Ստեփանավանի դեպի մի գողտրիկ անկյուն գնանք, որը որ կոչվում է հաճելին օգտակարի հետ։ Դե գնացինք։ Այս գեղեցիկ սար ու ծովերով եկել ենք հասել շուտով կմոտենանք թունելին։ Ժամանակին տենց են
աշխարհիկ տեսարան գեղեցիկ ոլորաններով, որ գեղեցիկ է տարվա բոլոր ժամանակահատվածում, աշուն լինի, գարուն լինի, ձմեռ լինի, շատ սիրուն ճանապարհը սաղարթախի պամպարներով, մաքուր թթվածնով, գեղեցիկ տեսարաններով իջնում ենք, գնանք, հասնենք դեպի իմ սիրուն Ստեփանավան։ Եգիպտացորենից կարան օգտվել մարդիկ, շարունակվում են մեր ոլորանները, ասում են, որ նմանը ծաղերը շատ, դիմացը ծառեր, կողքերը ծառեր, ճանապարհը հարթ,
Հիմա մեր քաղաքի կենտրոնական փողոցով Հոկտեմբերյան փողոցով գնում ենք դեպի Անդեյա հոտել։ Այս հրապարակն ալի Ստեփան Շահումյանի արձանը Սամուրջով գնում ենք դեպի ձախ ափ քաղաքի։ Այստեղ մանկական շրջանն է, էս էլ մամայիս խանութն է, էս մոստինը։ Կոչվում է ժամանակին ծայրից ծայր կոչվում էր Միլիոնի փողոց, հիմա կեսը Սոս Սարգսյանի անվան փողոցն է, իր այդ արձանն էլ կա, պատվանդանը կա, աղմիկների հետ, ցավ կողմը մայրի է, իր արձանը կա։ Կեսը Սոս Սարգսյան, մյուսը արդեն Միլիոն փողոցն է կոչվում։ Այն է պուրակն է։ Հեսա արձան տեսակ։ Դուք ես երկար փողոցով իջնելու եք դեպի այգի կենտրոն, ուր կուզեք։ Հա։ Սանք մինչև անտառ թեքվում ենք ձախ։ Ճանապարհը մի քիչ հաջող չի։ Այսա։ Խմսեմ։ Ասակ ինձ սիրուն տեղ ենք եկել։ Ահա, Ալեքսին էս դուր եկավ։ Ահա։
Ստեղ մի քիչ խառն են, շինարարություն են անում, գնացեք Լիլ, գնացեք, գնաց հողը դուք եք, գնացեք, այս իրանց լողավազանն եմ, ճիշտ է շինարարություն է գնում, Ալեքս քայլի, դե գնա, այս շենքը, սիրուն, ծաղիկներ, այս մարդիկ սիրուն իրանց ունեցածը ավելի են սիրունացնում, գեղեցկացնում, հաճելի ծաղիկ, գնացեք լի Արմինե տեսախցիկից խամ չես չէ որ YouTube-ներում հայտնվես եկել ենք հասել առաջի տպավորությունը որ շատ մաքուր է Կարող ենք էլ մնանք Ալեք Սիրուն տեսարան Այդտեղ չենք Սպասի, Արմինե ջան, մենք ուր ենք Այդտեղ Արմինե Այս ենք Այս ամեր սենյակը Եկեք ձերքի հետ նկարահանեմ Հելը նայեք էլի մաքուր, սիրուն, կոկիկ, թարմ Հաճելի նկարներով տարես Լիլիթին տուր Նրբաճաշակ վարագույրներով Դա տեսարանը Պատշգամբ նայող Հելը տեսեք Ասում են, որ շուտով ստադիոն էլ առնելու Արդեն շուտով կսկսվի շինարարական աշխատանքները տարածքում դինելու է հանրապետության ամենամեծ ստադիոնը ներքև շինարարական աշխատանքները տարածքներ այս են սիրուն հաճելի ու հավեսով օգտակարն ու հաճելին մարդիկ համատեղել են հայ Եվա ջան նկարեմ քեզ թե հա Այս մեր սիրուն Եվա Այստեղ եկել ենք Լիլիթի ու Եվայիս սենյակը հյուր բարի գալուստերու ճախ Ախ, հավեսա չէ Ասեք, որ շատ սիրուն է ու շատ հաճելի Սիրուն են, չէ՞ մամ Հա, Ալեքս ջան, այս մի կողմից էլ էլի, հելը տեսեք շատ սիրուն պատշգամբ իրա սիրուն նստարանով, սեղանով այնտեղ լողավազաններ ու դիմացը մեր լորվա չնաշխարիկ սիրուն սարերը Սիրելի հետևորդներ ջան Այստեղ մեզ սուրճ են բերել, սիրելի հետևորդներ ջան իմ համաքաղաքացի Աննայի քույրն է այստեղ աշխատում մի խոսքով եկել ենք իրանց մոտ առաջի հայացքից Լիլիթ գոհես, դժգոհես Շատ սիրուն է Լիլս ասում է օպրես ես ինձ լավ տեղ ես բերել Եվա ջան դու լավ всё ընտիրը всё սրճեց ասեցինք սենյակը ցույց տվեցի բայց սանհանգույցի մասին մոռացել էի որ կարելի է եւ նկարահանել ցույց տալ քանի որ ցանկացած
հանգստացող հյուրի համար էս էլ շատ մեծ նշանակություն ունի, տեսեք ինչքան նրբաճաշակ, ինչքան շնորհքով ամեն ինչը, կարևորը որ Լիլիթը շատ հավանեց, շատ, ահա սիրելի հետևորդներ ջան, էս մի սենյակին լավ ծանոթացանք, սպասի ես դուրս գամ, Եվա ջան, ընդեղ էլ եմ ուզում նկարեմ, իհարկե սենյակն ունի և պահարան, և սառնարան, և հենտեղ, չգիտեմ, Լիլիթ շատ գոհեր, իմ համար դա շատ կարևոր է, առաջի տպավորությունը գործի 80%-ն է, հիմա այս գեղեցիկ աստիճաններով բարձրացել ենք վերևում կա, քանի սենյակ, 4 սենյակ, եկեք բացենք նայենք, ինձ թվում է իմ համաքաղաքացին երբեք դժգոհ չի լինի, առաջին տպավորությունը, որ բացեցի այս սենյակը, մաքրության բուրմունքը ակնհայտ երևաց, պահարանով, սառնարանով, լոգասենյակը, մեր մոտ կար օջախ դրված, այստեղ երևի ամրագրած չի, դրա համար չկա, պետքի դեպքում պարտադիր կդնեն, էլի վարագույրները նրբաճաշակ, այստեղ երկտեղանոց սենյակա, խնդրեմ, էլի պատշգամբ գնացողը, դեպի պատշգամբ տեսարանը շատ հաճելի, փայտյա նստարաններով, առջևի տեսարանը գեղեցիկ, դիմացը մեր լորվա սարերը, լուսամուտները ցանցերով, ես սիրում եմ ամեն մի մանրունքը, որ հետևեմ ու ուշադիր լինեմ, սա երկտեղանոց սենյակներ, Արմինեն ներքևը գործ է անում, խառն են, շինարարություն են անում, այստեղ այսպիսի սենյակ, մաքուր, կոկիկ, օդը թարմ, տեսարանը նույնպես գեղեցիկ, խնդրեմ, այստեղ էլ այս ձևով, եկեք նայենք այս սենյակի, նորից լոգա սենյակը, խնդրեմ, հիմա գնանք 4-րդ սենյակ, այստեղ եկա, գնանք դեպի առաջինը, խնդրեմ, այստեղ էլ այս տարբերակը, սիրելի հետևորդներ ջան, եկեք համեցեք ու ձեր հանգիստը անցկացրեք իմ սիրուն Ստեփանավանի գողտրիկ անկյուններից մեկում, այստեղ էլ այսպիսի պատշգամբ, դիմացը սարեր, տներ իմ Ստեփանավանի, այսքանը երկրորդ հարկում, իսկ Արմինեի հետ զրույցի ընթացքը, երբ որ բերեց մեզ սուրճ հյուրասիրեցու, պաղպաղակ, ասեց, որ ունեն նաև սրճարան ու մի խոսքով լիքը պլաններ, այնպես որ եկեք համեցեք, եկեք դբալորի, դբալավը, Լիլիթին բերել եմ դբալավը, դուք էլ եկեք, սիրելի հետևորդներ ջան, առավոտից
գալիս ենք Լիլիթիս հետ, սիրուն Եվայի հետ, որ չասավ հոգոր սիրտս կտոր-կտորելով, ասում եմ, վախ Եվա ջան, կարոտել եմ ես այդ բառին, նայս չի, հեռախոսով ասում է, նարեկս, բայց այս որ սենց կենթանի շփումին եմ կարոտել, շատ լավ բալայա մեր Եվան, բնիկ երևանցի, հա Եվա ջան, Ալեքսս ընդեղ բալկոնը իրա համար ցկցկում է, ինքը երգերաշտության գիժագիտեք, պայմանավորվել ենք տաքսու հետ, մեկ որոշում ենք, որ ինչ անենք, հանգստանանք, մոռացա ինչ էի ուզում ասեմ, սպասի կողքիդ նստեմ նոր ասեմ, մեկ որոշեցինք, որ ուրեմն գնանք ամեքս մեր տներով, եկել ենք դուռը բացել նստել Լիլիթ սենց ամ, արի, ասում եմ հա, այ դրա համար դու չեք արիմ տուն, եկա տան կարգավիճակում էլ ինձ բա, մի խոսքով, ուր ենք գնում ենք Դենդրոպարկ, Greek House ու գանք տուն, հետո իրիկունը մանգալու, որովհետև ես ուրիշ գործեր ունեմ, այդ ընթացքում կերևա Հիմա տաքսի ենք պատվիրել և ասում դեղ իրան լավ ազգում սելֆի ու գնում եմ շատերիդ արդեն հայտնի դարած Դենդրոպարկի Եվա դու եղել ես Դենդրոպարկ Եվայի համար առաջինն է լավ Եվան տպավորություններով կկիսվի դուք էլ կիմանաք այնպես որ էսա տաքսին կգա գնացինք Ելի հետևորդներ ջան Սա էլ իմ համաքաղաքացու գողտրի կանգյունը, որ գտնվում է մեր սիրուն Ստեփանավանում Օպա, իջնենք ներքև Գամ Արմինե ջան, դրսից մուտք ենք անում, մուտք ենք գործում, այսուր դեպի խոհանոց, որ բարև ձեզ։ Խոհանոցը մեջը, մենք սուրիչ ենք տրամադրում, հույլատրում ենք կողքտվել մեր, ես է ճաշասենյակ նստեցի մուտքում ենք։ Գնամ, ներկայացրեք ձեր ալեյա հոտելը, դա տեսեք ինչ հավես է ժողովուրդ։ Ու որ սենյակ, որ մտնես թարմության կա, չէ, որ տնը հետ մաքրում ես վերջացնում, հետո այն հավես բուրմունքը տարածվում է տնով մեկ, սա հենց այդ տարբերակն է թարմ ծաղիկներով, այս իրանց ճաշասենյակը, այնտեղ խոհանոց, որ էլի կոկիկ, մաքուր, աշխատակցուհին կանաչի է մաքրում ու գնանք դեպի դուրս, այս երևի իրանց պահոցը, Արմինե, Այ Արմինե, էլ ինչ ունենք ցույց տալու, հլա սա ցույց տամ գորոս Այդ նորաբայր դուրս եկել։ Հա։ Զույգերի համար է նախատեսված, իրենք ավելի փոքրիկ համարներ են էլի։ Բայց էլի կահավորված է։ Նոր եք ճանապարհել հյուրին։ Տեսեք, ստեղ նոր պետք է մաքրվի։ Հյուրը նորա դուրս եկել։ Հա, տես, մալացեց։ Շատ սիրուն է, շատ մաքուր, կոկիկ։ Հաճելի սպասարկումով։ Արմինեին այ լավ ճանաչում եմ, բայց Աննա ինչ է, Աննան փոքր է եղել, ես ամուսնացել եմ։ Ու վերջ, էլ ինչ ունենք Արմինե ջան։ Շրջենք մի քիչ բակով։ Ինչ ունեք։ Շոքե բաղնիկ։ Հավես։ Հա, բասայինը նկատեցի։ Հեսա։ Տեսեք կլինի արդեն սրճարան ընտանեկան։ Ախ, հավեսով փայտի։ Մենք շեշտ դնում ենք ընտանիքի համար, հենց միայն ընտանիքի։ Այս ոնց մուտքը միայն ընտանիքներով է։ Ու խայ։ Հաճելի կարգախոս, հաճելի։ Տարածքներ ամերը։ Բա, դրսն։
Գրաբիր ենք սուրճի, արդեն ավելի շատ։ Հա։ Զարգացած կլինենք։ Ահա։ Բա այդ ստադիոնը որ մասում պետք է լիներ Արմինե։ Դե արդեն քանդում են, Հա։ Պես ամբողջ տարածքը վերցել են 8 հեկտար։ 8 հեկտար։ Մի խոսքով սիրելի հետևորդներ ջան, համեցեք Ալեյա հոտել, իմ համակարգացու գողտրի կանկյուն, որտեղ սիրով կսպասարկի Արմինես։ Գնացինք մեզ բարի ժամանց, ձեզ էլ բարի դիտում, վլոգներիցս մեկը մեր Լիլիթը կկիսվի իր տպավորություններով, գնացինք։